Հարգելի ռադիո լսողներ եւ դիտողներ, տեղեկացնում ենք, որ շուտով մեր հաղորդումների մի մասը հասանելի կլինի բաժանորդագրությամբ։ Առանց բաժանորդագրության լսեք մեր հաղորդումները FM 106 եւ 5 հաճախականությամբ եւ դիտեք լրատվական TV կայքում։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, դուք լսում եւ դիտում եք լրատվական ռադիոն, որի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմ ուղեղով հաղորդաշարը, ես Գարեգին Խումարյանն եմ։ Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հարգելի ռադիո լսողներ, դուք մամուլում պարբերաբար կարդացել եք Նյու Յորքում անցած մեծ միջոցառման մասին, ներդրումային համաժողովի, որին ներկա էր Հայաստանի նախագահ, մի շարք այլ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ ու այսպես շատ դրական սպասելիքներ կային ֆորումի հետ կապված։ Ֆորումին մասնակցում էր Նյու Յորքում էր նաև Ամերիա խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, բարև ձեզ, պարոն Ջրբաշյան։ Մանրամասներին ու կարևոր դետալներին մենք կանդրադառնանք ընթացքում, բայց հիմա լսարանի անունից այսպես բոլորին հետաքրքրող ամենակարևոր հարցը կար, ինչ որ մեկը, որը ֆորումի ժամանակ դրսի մեծ ընկերություններից, որ ասաց, այո, ես գալիս եմ անելու ներդրումներ։ Նախ ասեմ, որ քանի որ մենք պատասխանատու ենք եղել բովանդակության համար, կուզենամ կիսվել սկզբից այնց այդ հիմնական բովանդակային մասով, որտեղ կարծում եմ դա ռազմավարական նշանակություն է ունենալու Հայաստանի հետագա զարգացման համար եւ ոչ միայն առաջիկա տարիների, այլ թե ավելի երկար։ Հայաստանը այնտեղ դիրքավորվեց որպես պորտալ, կամուրջ դեպի հիմնական շուկաներ, հենց այդպես էլ կոչվում էր եւ քննարկումների արդյունքում ձևավորված ֆորումի tagline-ը կոչվում էր Gateway to Major Markets, մուտք դեպի մեծ շուկաներ։ Կարծում եմ նաեւ, որ այդ դիրքավորման ի հայտ գալը պայմանավորված էր եւ որպես արդյունք պայմանավորված էր նաեւ նրանով, որ նա կապված էր ուղղակիորեն այն պատմական առաքելությամբ, որը ունի հայ ազգը եւ հայ պետականությունը Հայաստանը որպես այդպիսին, որտեղ ներկայացում էր արվել, որ Հայաստանը իրականում հազարամյակների շրջանակներում հիմնական ունեցել է երկու առաքելություն, եղել է ինտեգրատոր, եղել է կոմունիկատոր, թարգմանիչ, առևտրական տարբեր քաղաքակրթությունների միջև, Հնդկաստանից միջև Վենետիկ, չեմ ուզում մեր ռադիոլսողներին, որոնք շատ քաջ ծանոթ են մեր պատմությանը ներկայացնել, բայց կարևորում եմ այդ մի էլեմենտը որպես ինտեգրատորի եւ երկրորդը որպես ինովատոր, ազգ, որը միշտ եղել է կրեատիվ, տվել է նոր արդյունքներ եւ այդ երկու համադրությունների միջև մենք փորձեցինք դիրքավորել Հայաստանը նոր պայմաններում եւ կարևորը նաեւ որ կապը ստեղծվեց նաեւ այն մարտահրավերների, որ ընդհանուր համաշխարհային տնտեսությունը այսօր ունի, որ աշխարհը մտնում է նոր ցիկլ, երբ որ գլոբալիզացիային գալիս է փոխարինելու ռեգիոնալիզացիայի ֆակտորը, որի պայմաններում այսպես կոչված միջնորդների, ինտեգրատորների, թարգմանիչների դերը, որը կկապեն տարբեր ռեգիոնալ բլոկերը իրար միջև, էլ ավելի կարևորվում է։ Երկրորդ մարտահրավերը, որը նույնպես կա, դա հետևյալն է։ Այսօր համաշխարհային տնտեսության մեջ միանշանակ կա տրենդ, որ լինել digital, լինել թվային արդեն բավարար չի։ Թվային լինելը դա արդեն որպես ինքնըստինքյա դառնում է հասարակ նախապայման, բայց եթե ուզում ես լինես մրցակցության մեջ առավել հաջողված, դու պետք է լինես, դու արդեն հանդիպում ես շատ ավելի բարդ խնդիրներին եւ պետք է կարողանաս այդ բարդ խնդիրների լուծումները տաս։ Մենակ թվային լինելը արդեն բավարար չի։ Եվ այս դեպքում կարևորվում են արդեն այն ունակությունները, որոնք մեր ազգը միշտ ունեցել է, դա բարդ խնդիրներին տալ լուծումներ, եւ թե պատմականորեն, թե մեր այսօրերին մենք կարողանում ենք այն բարդ խնդիրների մեջ տեսնել այն պարզ լուծումները, որոնք պարզվում է, որ մենք ունենք յուրահատուկ առավելություն։ Երրորդ խնդիրը դա հետևյալն է, որ Չինաստանի շուկան եւ Չինաստանը որպես լոկոմոտիվ վերջի տարիների, վերջի տասնամյակների իր դերը սկսում է զիջել, որտեղ այնտեղի կենսամակարդակը բարձրանում է եւ նա արդեն այդ մրցակցային առավելությունը կորցնում է եւ ուղղվում է դեպի ներքին շուկայի սպառում։ Դա է նաեւ պատճառը, որ համաշխարհային ներդրումային հոսքերի կտրուկ շրջահայաց է լինում։ Եթե 2011 թվականին զարգացած աշխարհից դեպի զարգացող երկիր մոտ 480 միլիարդ դոլարի ներդրումներ էին իրականացվել, անցյալ տարի զարգացող երկրներից դեպի զարգացած երկրներ 750 միլիարդի արտահոսք է եղել ներդրումների։
Արդյունքում այսօր համաշխարհային տրանսնացիոնալ ընկերությունների հաշիվներին կուտակվել է ամբողջ մարդկության պատմության մեջ ամենամեծ գումարները, բանկային հաշիվները գեր լցված են ֆինանսական միջոցներով։ Ենթադրվում է, որ այդ գումարները պետք է ման գան նոր շուկաներ։ Եվ այդ նոր շուկաների ման գալու ընթացքում մեր համոզմունքն է, որ Եվրասիական միության շուկան եւ Միջին Արևելքի շուկան, մասնավորապես Պարսկաստանի շուկան, դա երևի թե այս պահին ամենաչօգտագործված, չիրականացված պահանջարկ ունեցող, ներդրումային մեծ պահանջարկ ունեցող երկրների շուկաներ են։ Ինչի դեպքում եւս Հայաստանը հանդես է գալիս որպես բանալի, որպես հնարավորություն Հայաստանի միջոցով այդ շուկաներին ի հայտ գալուն։ Եվ ամբողջ այս գաղափարախոսության կամ այս քաղաքական ռազմավարական մեսեջի ներքո իրականացվել էր մեր կողմից որոշակի վերլուծություն, դուրս էին բերվել հիմնական 8 ճյուղեր, 8 սեկտորներ, որոնք ունեն հեռանկարներ եւ ունեն հնարավորություններ այս գաղափարախոսության, այս ռազմավարության ներքո գրավել իրենց դիրքը եւ այդ 8 ճյուղերը ներկայացված էին այնտեղ համապատասխան պրեզենտացիաներով, համապատասխան պաշտոնյաների կողմից, փոխնախարարների կամ այլ մարդկանց կողմից։ Այս ամեն ճյուղային ներկայացման ընթացքում ներկայացվում էր նաև հաջողված փորձերի օրինակները, նույնպես կարծում եմ շատ կարևոր էր ներկայացնել արդեն գոյություն ունեցող ներդրումները, ինչպես նաև այդ նույն ճյուղերի ներքո ներկայացվեցին այնտեղ տեղում ներկայացվեցին 7 հատ մեծ պրոյեկտներ, որոնք վերաբերվում են այդ հնարավորությունների օգտագործմանը։ Դապես կարծում եմ կարևոր է, որ Հայաստանը դիրքավորվելու խնդիր ուներ։ Ուզում եմ հիշեմ նախագահի պանելը, որը առաջի օրն էր, վարում էր համաշխարհային մակարդակի եւ ռազմավարական վերլուծաբան Ռոբերտ Լորենս Կյունը, որը հանդիսանում է համաշխարհային գուրուն Չինաստանի մասով եւ ինքը վարում էր այդ պանելը եւ իր ներածական խոսքում ինքը ասաց, որ Հայաստանը կանգնած է մի պահին, երբ որ ինքը պետք է կողմնորոշվի եւ գուցե ինքնուրույն ինչ-որ մոդել առաջարկի, արդյոք գնում է դեպի Սինգապուր, Հոնկոնգ ֆորմատով, թե Իռլանդիա, թե Իսրայել, բայց փոքր երկրներին բնորոշ ինչ-որ ֆորմատ պետք է գտնի, որը կարծում եմ ճիշտ պահինը, ճիշտ գնահատական է տրված, որ Հայաստանը այսօր այդ իրավիճակում է, որ պետք է կողմնորոշվի եւ ձևավորի իր օրոյն մոտեցումը, բայց պոտենցիալ հնարավորությունները ոնց որ թե ներկայացվեցին։ Դուք Հոնկոնգ քաղաքի անունը տվեցիք ու մեծ հաշվով այնինչ որ դուք նկարագրում եք, ըստ այդ տեսլականի Հայաստանը կարող է լինել Հոնկոնգ, Պարսկաստանի համար եւ Մաքսային միության երկրների համար։ Բանկային բիզնեսի վարման, ռեգիոնալ օֆիսների տեղադրման, կառավարման, մերչենդայզինգի, այս մի կողմից, մյուս կողմից նաև ակնկալիքներ կան, որ ինչու՞ չէ կարող է լինել օրինակ Իռլանդիայի ֆորմատը, մասնավորապես եթե հիշենք եւ կարեւորում եմ դա եւ ուզում եմ հնչեցնել, որտեւ նախագահի ելույթի ժամանակ հնչեց մի հատ կարեւորագույն պարտավորություն երկրի ղեկավարի եւ երկրի կողմից, որը ցավոք սրտի երևի ոչ բոլորը այդպես ուշադրություն դարձեցին, հնչեցվեց հետեւյալը, որ Հայաստանը պատրաստ է օրենսդրական մակարդակով ամրագրել տրանսնացիոնալ ընկերությունների համար հատուկ ռեժիմներ տնտեսվարման կառավարության ծրագրի մեջ էլ կար դա նաև որոշակի իմաստով հետևանք է հարկային օրենսգրքի ոչ ռազմավարական լինելու եւ խնդիրների, որի արդյունքում ստիպված ենք որոշակի հատուկ ռեժիմներ սահմանել, բայց ինքը շատ կարևոր այսպես կոչված մեսեջ է, որտեղ ինքը ավելի շատ մոտեցնում է նաև բացի Հոնկոնգի մոդելից, նաև մոտեցնում է իռլանդական մոդելին, որը համապատասխան ռեժիմներ սահմանելով նույն Apple-ի, Dell-ի, IBM-ի համար, Microsoft-ի համար հնարավորություն ստեղծեց տրանսնացիոնալ ընկերություններին տեղադրել Իռլանդիայում իրենց հիմնական R&D եւ շուկայավորման գործառույթները։ Դա համար չէի ուզենա այսօր Կյունն էլ էր դա ասում, ասում էր, որ չի ստացվում Հայաստանը նմանեցնել այս կամ այն մեկին, պարզ է որ Հայաստանը ձևավորելու է իրեն սեփական, իրեն ուրույն դիրքավորումը, բայց մոդելների տեսակետից այո մոտիկ են այդ բոլոր վերսիաներին, մոտիկ են թե Հոնկոնգի, մոտիկ է թե Իռլանդիային, մոտիկ է նաև Իսրայելին, որովհետև իրականության մեջ
կարծում եմ նաև կառավարության ծրագրում հնչեցված գաղափարը ազգ, բանակ եւ ռազմաարդյունաբերական ինդուստրիան որպես տնտեսական եւ հետազոտական դրայվեր, տնտեսության համար նույնպես լինելով, ինչ որ ձևով նաև առնչվում է նաև Իսրայելի փորձին դրա համար չեմ ուզենում եւ կարծում եմ սխալ կլինի, որ ինչ որ մոդել վերցնենք, ասենք մենք էսենք ամեն ենք, բայց այն որ Հայաստանը այսօր ռազմավարական որոշումների եւ ռազմավարական դիրքավորման քայլ է կատարել այդ ուղղությամբ կարծում եմ շատ կարեւոր է։ Ես մի գետնի վրայի օրինակով ուղղակի շարունակեմ ձեր ասածը, ես մի քանի շատ լուրջ չինական ընկերություն գիտեմ, որոնք գործում են Իրանում, որոնք շատ լրջորեն մտածում են արտադրությունները թողնել Իրանում, իսկ գլխամասերը տեղափոխել Հայաստան, շատ պարզ պատճառով, այսինքն շատ կենցաղային ու պարզ պատճառով, որովհետև ամեն մարդ չի, որ կարող է երկար ժամանակ ապրել Իրանում, եթե նա իրանցի չի ու մուսուլման չի, այսինքն այդ մարդը աշխատանքից դուրս է գալիս, նա ուղղակի բան չունի անելու, նա ստիպված գնում է տուն։ Դա նվազեցնում է մոտիվացիան, դա նվազեցնում է արտադրողականությունը մենեջմենտի մոտ, եթե մարդը ուրբաթ կոպիտ ասած տեղ չունի գնալու բարձրաստիճան։ Իրենք շատ լրջորեն մտածում են այստեղ գլխամասերը գոնե այստեղ տեղափոխելու մասին։ Սա հենց այդ Հոնկոնգ, Իռլանդիա, Իսրայել վիճակին հասնելու մասին համաձայն են, որ սա դիրքավորում է, որը առաջ չի եղել, սա ինչ որ մի բան է, որի շուրջ արժի աշխատել, բայց ձեր կարծիքով, որպեսզի մենք լինենք այն ինչ մենք կուզեինք լինել, մենք պետք է իրենց շատ լավ ճանաչենք, այսինքն մենք պետք է լինենք բնական ինտերպրետատոր, արևելք, արևմուտք, մենք այդ պոտենցիալը իբրև ժողովուրդ ունենք, ես հիմա գիտական կենտրոնների մասին չեմ խոսում, ես խոսում եմ կենցաղային վերաբերմունքի մասին, միջին ստատիստիկական Հայաստանի քաղաքացու, միջին ստատիստիկական իրանցուն կամ չինացուն։ Մենք կարող ենք դա անել։ Իհարկե կարող ենք եւ այստեղ ի հայտ է գալիս եւս մի սպეციფიկ հայ ազգին բնորոշ երևույթ, որի մասին նույնպես խոսվեց այնտեղ, դա մեր սփյուռքի առկայությունն է։ Մենք ունենք մի հնարավորություն, առավելություն, որ մենք ունենք այդ սփյուռքի ֆակտորը, մենք ունենք բազմահազարանոց սփյուռք Պարսկաստանում, ունենք բազմահազարանոց, միլիոնանոց սփյուռք Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ այդ սփյուռքի ֆակտորը եւ ընդհանրապես այն, որ Հայաստանը այսօր նույնպես հետաքրքիր էր տարբեր եւ մեսեջների մեջ եւ նախագահի ելույթում եւ պարոն Գաբրելյանի ելույթում Հայաստանը դիրքավորված է նաեւ որպես ցանցային ազգ։ Մի քիչ պետք է մենք նաեւ մեր առավելությունները կարողանանք ճիշտ ներկայացնենք։ Չկա որևէ ազգ, անգամ հрьяաները չեն, այդ ազգը, որտեղ 2/3 ազգի ապրում է տվյալ երկրից դուրս։ Անգամ հрьяաների մոտ այդ քանակը կեսն է։ Մենք ունենք նմանատիպ հնարավորություն, որ մեր սփյուռքը սփռված է աշխարհով մեկ։ Մենք ունենք հզորագույն սփյուռքային կենտրոններ, համայնքներ, այնպիսի իրարամերժ թվում է թե երկրներում, ինչպիսին Պարսկաստանն է, Միացյալ Նահանգներն է, Ռուսաստանն է, Լիբանանն է, ինչը ենթադրում է, որ այդ սփյուռքի առկայությունը այդ քո թարգմանիչի դերի համար կարևորագույն էլեմենտ է։ Ես կարծում եմ այսօր ցանկացած արևմտյան ընկերության համար խնդիր չի լինի գտնել Հայաստանում որևէ լեզու խոսող աշխատող։ Պարսկերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, մենք լեզվի, բայց դա մենակ լեզուն չի, ոչ թե պարսկերեն խոսացող, այլ Պարսկաստան հասկացող, Պարսկաստանում մեծացած, Պարսկաստան մշակույթ, կառավարման համակարգ, բիզնեսի վարման խաղի կանոններ եւ նույնը Ռուսաստան, նույնը Միացյալ Նահանգներ։ Ու կաշառք տալու դուրը իմացող։ Իմացողը ամբողջ ներքին, այսպես կողքանց խոհանոցը, որը իրականում այնտեղ առավելությունն է ցանցային ազգի, որը մենք կարողանում ենք կապել նաեւ մեր այսօրվա աշխարհաքաղաքական դիրքի հետ, կարող են կապել մեր մարտահրավերների հետ, որոնք ունի աշխարհը։ Այդ ամեն ինչ պետք է ինչ-որ մի հատ սիստեմայի մեջ լինել եւ ռազմավարություններ։ Եվ ասեմ ձեզ, գուցե մտածված, չեմ կարծում, որ մտածված իհարկե, բայց իրականությունը այնպեսին է, որ մենք 25 տարիների ընթացքում հենց այդ պրոյեկտն ենք արել։ Առանց ունենալու այդ ռազմավարությունը զուտ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, զուտ հիմնվելով մեր արմատների վրա, զուտ հիմնվելով այդ սփյուռքի վրա, մենք այդ պրոյեկտն ենք իրականացրել, որտեղ այսօր Հայաստանը բացի այդ բոլոր օբյեկտիվ չափանիշներից ունի նաև իրականության մեջ ունիկալ երկիր, որը լինելով Եվրասիական միության մեջ ունի օրինակ
GSP+ համակարգեր թե Միացյալ Նահանգների, թե Եվրամիության հետ։ Ունի զրոյական առևտրային ռեժիմ Վրաստանի հետ։ Ունի Պարսկաստանի հետ բարեդրացիական հարաբերություններ։ Այդպիսի երկիր երկրորդը, որը նմանատիպ տարբեր բլոկային բաժանումների պայմաններում կարողացել է կառուցել նմանատիպ առևտրային հարաբերություններ չկա։ Կամ ուրիշ օրինակ։ Լինելով այսպիսի աշխարհակաղակական դիրքում եւ ունենալով նմանատիպ բլոկային մասնակցության խնդիր, Հայաստանը կարողացել է ձևավորել բիզնես միջավայր, որ արի ուտես, որ համեմատած այն երկրների, այն հիմնական շուկաների, որի մասին մենք խոսում ենք, շատ ավելի լավն է։ Հայաստանը բոլոր ռեյտինգներով, բոլոր ինդեքսներով շատ ավելի լավ դիրք է գրավում, քան թե բոլոր Եվրասիական միության երկրները, քան թե Պարսկաստանը, եւ հաշվի առնելով այդ փաստը, ինքը նույնպես ենթադրում է, որ դու ունես առավելություն այսօր։ Էլի չեմ կարծում, որ դա եղել է մտածված, դա եղել է ինչ-որ ռազմավարական որոշում դիրքավորվել այդպես, բայց օբյեկտիվ 25 տարիների ընթացքում տարբեր կառավարություններ, տարբեր քաղաքական իշխանություններ իրականացրել են այդ պրոյեկտը, գուցե չպատկերացնելով դրա ռազմավարական նշանակությունը։ Հիմա իմ կարծիքով ճիշտ պահն է, որ մենք փորձենք իմաստավորել, վերաիմաստավորել, դիրքավորել ճիշտ ձևով եւ կառուցենք այդ ռազմավարական պրոյեկտը, որը կոչվի, ասենք թե այդ gateway to major markets, ճանապարհ դեպի մեծ շուկաներ։ Այ մենք հասել ենք ամենահետաքրքիր տեղը, թերևս ձեր տեսակետից ամենահետաքրքիր տեղը, իբրև ինստիտուցիոնալիստի։ 25 տարի մենք process ենք ունեցել, որը ինստիտուցիոնալացված չի եղել, ուստի մենք չենք քաղել այդ process-ից այն, ինչը մեզ հասնում է բնությամբ, այսպես։ Հիմա երբ մենք խոսում ենք այս ամեն ինչի մասին, ես վստահ եմ, որ դուք գոնե պատկերացումների մակարդակով ունեք քայլերի հաջորդականություն ու անհրաժեշտ բարեփոխումների ու նոր հաստատությունների ստեղծման վերաբերյալ պատկերացում։ Ինչ ենք անում, որտեղից ենք սկսում, որտեղ ենք հասնելու պարզ է։ Հիմա քայլ առաջին ինչ ենք անում։ Ռազմավարությունների մեջ, թե ընկերությունների, թե երկրների, թե ընտանիքի շատ կարևոր է հասկանալ ինչը չենք անում։ Առաջինը դա պետք է մաքրել, երկրորդը պետք է հասկանալ ինչ ռիսկեր ունենք, որտեղ միանշանակ այս պրոյեկտի իրականացման ընթացքում պետք է վերլուծվեն են բոլոր ռիսկերը, որոնք կարող են լինել սրա հետ կապված, որտեղ ցանկացած ռազմավարություն հիմնականում դա ռիսկերի վերլուծության խնդիր է, որտեղ որպես կանոն շատ լավ կլինի ամեն ինչ անել միանգամից, շատ լավ կլինի որ ամեն ինչ վաղը ստացվի, սակայն միշտ երկրների պատասխանատուները, բիզնեսի ղեկավարները հանդիպում են այսպես կոչված սահմանափակ ռեսուրսների մեջ ամենաէֆեկտիվ որոշումները կայացնելու պայմանին։ Այս վերջին նախադասությունը կարծես փոքրիկ քար էր դեպի կառավարության նոր ծրագիրը, որովհետև ընթերցելուց այդ պարիցետ հարաբերակցության մեջ առհասարակ որևէ բան չի երևում, այնտեղ սկսում են քարանձավների վերանորոգումից վերջացնում են բանակը երկրի առաջատար համար 1 կլիենտ դարձնելուց։ Հիմա այս ինչ չենք անում, ինքը իրոք շատ ակտուալ է։ Այդ ձեր կարծիքով 25 տարվա ընթացքում ինչ կա, որը մենք անընդհատ արել ենք ու որը անել չարժեր առհասարակ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ մենք առաջինը կառավարության մասով ասեմ, որտեղ կարծում եմ դա էլ է կարևոր։ Կարծում եմ դժվար է սպասել ցանկացած կառավարությունից գործողությունների ծրագիր, այն պայման, որը լինի տրամաբանական եւ ինչ որ սիստեմնի որոշում, երբ որ չկա ռազմավարություն։ Ռազմավարությունը դա երկարաժամկետ պրոյեկտ է, որի ներքո կառավարությունները իրականացնում են իրենց ավելի տակտիկական որոշումներ։ Հետաբես երբ որ դու չունես հստակ հասարակության կողմից ընդունված, ընդգծված ռազմավարություն, շատ դժվար է սպասել որակյալ ծրագրերի արկայությանը։ Իսկ ինչ վերաբերում է ինչ ենք արել, որ չարժեր անել։ Միանշանակ է, որ մենք այս ընթացքում չենք փորձել առաջնահերթություններ ձևավորել, հա, որտեղ դիքը բավական մեծ ծավալով քայլեր ենք իրականացրել ուղղված արդյունաբերության օրինակ զարգացմանը կամ առևտրային հոսքերի զարգացմանը։ Մինչդեռ գուցե իրականում եթե մենք ունենայինք տվյալ պատկերացումները արդյունաբերությունը որպես այդպիսին post ինդուստրիալ երկրի հավանականություններ ունենալու պայմաններում, իսկ այն ռազմավարությունը, որի մասին մենք խոսում ենք եւ որը Հայաստանը այսօր փորձելու է դիրքավորվել, հենց խոսքը վերաբերում է post ինդուստրիալ
ռազմավարությանը, որտեղ խոսքը վերաբերվում է R&D կենտրոններին, բիզնեսի կառավարման կենտրոններին, ֆինանսական ծառայությունների կենտրոններին, բիզնեսի ծառայության կենտրոններին եւ ոչ մի ձևով չի վերաբերվում արդյունաբերական կենտրոններին։ Եվ սակայն այսօր շատ օրինակ խնդրահարույց է նմանատիպ գաղափարի արկայությունը, որտեղ լիքը մարդիկ, լիքը այդ թվում նաև տնտեսագետներ, տնտեսական իշխանության ներկայացուցիչներ դեռ պատկերացնում են այդ հին պարադիգմայի մեջ Հայաստանը։ Դա լավ է ժամանակին ստացվել, համը գիտենք, դա ենք ուզում։ Դա ստացվել է այն ժամանակ, երբ որ մենք ուրիշ երկիր ենք եղել եւ ընդհանրապես երկիր չենք եղել, հա, եղել ենք ինչ որ մի հատ մեծ երկրի մաս, որտեղ չեմ կարող ասել իմիջիայլոց, որ այդքան լավ էլ ստացվել է իմիջիայլոց։ Դա ոնց որ թե դա մեր ինքնությունը չի։ Արտադրությունը։ Այո, վստահորեն կարող եմ ասեմ, որ հայ ազգը երբեք պատկերացնում հիմա ինչքան գնահատողներ կամ բաներ կլինեն, հա, նեգատիվ գնահատողներ, ունեցել ենք Երազ, ունեցել ենք Նաիրիդ, մեծ գործարաններ, Հրազդանմաշ, Արմէլեկտրոմաշ, կարող եմ ասել, որ այդ բոլոր այն ինչ որ ունեցել ենք, դա չի բխել մեր ինքնությունից։ Մեր երազները հիշում եք ինչ են իրանցից ներկայացրել, Հրազդանմաշը ինչ են ներկայացրել, Նաիրիտը ինչ է ներկայացրել։ Այո, եղել են արդյունաբերական գիգանտներ, որոնք ընդհանուր պլանային տնտեսության մեջ այս կամ այն մոտիվացիայով որոշումների կայացման տեղաբաշխվել են Հայաստանում։ Նույն հաջողությամբ կարող են տեղաբաշխել Միջին Ասիայում կամ Ռուսաստանում կամ Բելարուսիայում որևէ կապ մեր թե աշխարհաքաղաքական, թե մեր ունակությունների, թե մեր գիտելիքների, թե մեր պատկերացումների հետ ինքը ինձ թվում է չի ունեցել։ Հետապես կարծում եմ, որ իրականում Հայաստանը մի կողմից հայ ազգը լինելով ցանցային ազգ, մյուս կողմից ելնելով աշխարհաքաղաքական դիրքավորումից եւ երրորդը փորձելով լինել մրցունակ պետություն եւ պետություն 21-րդ դարի, այսօր խնդիր ունի, չպետք է զբաղվեր այսպես կոչված անցյալից եկող ռեինդուստրիալիզացիայով։ Մենք ունենք խնդիր post-industrialization-ի этап մտնելու, այն էլ բոլոր հնարավորությունները ունենք։ Ի տարբերություն շատ այլ երկրների, որոնք նմանատիպ հնարավորություն չունեն, որոնք պետք է ստիպված են անցնել այդ ինդուստրիալիզացիայի կամ ռեինդուստրիալիզացիայի этаպը։ Մենք ցավոք սրտի ունեցել ենք նմանատիպ ֆենոմեններ, կամ նույն օրինակը եթե բերեմ, մենք փորձել ենք իրականացնել կլասիկային ներքո գյուղատնտեսական բարեփոխումները, հա, փորձելով գնալ այդ կլասիկ ճանապարհով, հա, մինչդեռ ապագան նույն գյուղատնտեսության ոլորտում դա արդյունաբերական ինդուստրիալ գյուղատնտեսությունն է, որտեղ դու ունես կապիտալ ներդրումների պայմաններ, կամ նույն գյուղատնտեսության ոլորտում ունենք խնդիր, որտեղ գյուղատնտեսության քաղաքականությունը շատ հաճախ շփոթություն է սննդային անվտանգության, հա, քաղաքականության հետ, երբ որ մենք այսօր գյուղատնտեսական անվտանգությունով փոխարինում ենք գյուղատնտեսական սուբսիդավորումը, հա, երբ որ գյուղացիների մեջ ստեղծում ենք մոտիվացիա ոչ թե զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ, այլ զբաղվել պահպանողական գյուղատնտեսությամբ։ Ես իդեպ հենց դա եմ ուզում ասել, վերջին ծրագրի մեջ էլ կար, որ պետք է ավելի մեծանա սուբսիդիաների չափը, իմ կարծիքով այդ դա այն բաներից մեկն է, որը հաստատ չարժի անել, այսինքն գիտեք ինչ, ել եմ կրկնում, արժին կամ չարժի պետք է բխի ոչ թե նրանից, թե դա ինչքանով կբերի աղքատության կրճատմանը, որովհետեւ ինքը իրականում ինչի իրանք անընդհատ թարսից գալիս։ Ինչի ոչ մեկ չի ասում, որ ես ուզում եմ 6 ամսվա ընթացքում ես աճեցնելու եմ տնտեսությունը 0.4%-ով։ Ինչի ոչ թե աճի մասին ենք խոսում, այլ ինչ որ բաներ կրճատելու մասին, որոնք ենթադրվում է պետք է այդ աճի հաշվին տեղի ունենան։ Որտեվ գիտեք ինչ, կարծում եմ, որ տեղ կա, ինչպես ես ասացի, այդ ֆակտորներն են ազդում, որոնք ենթադրում են, որ մենք այն մյուս կողմից ենք գալիս, հա, այդ բոլոր բայցերը, որոնք ես ասեցի, 6 ամսանոց ցիկլ, կարճաժամկետ քաղաքական նպատակը։ Խոսքը մենակ այս կառավարության մասին չի, առհասարակ, այսինքն նախադասություններ, եկեք կրճատենք աղքատությունը, եկեք կրճատենք արտագաղթը։ Այդ ախր դա նպատակ չի, որ դնես ու գնաս դեպի ինչ է շնորհում կրճատեմ բանը արտագաղթը։ Երբ որ դու
Էդ էս դնում քո, պարզա ոչ մի բան չի ստացվելու։ Կա տենց պրոբլեմ, բայց դեռ պատասխանատվության, քաղաքական պատասխանատվության, նաև ռազմավարության բացակայության այդ ժամանակ հեզ ավելի հեշտ է անդրադառնալ նեգատիվ ֆակտորների նվազմանը, որոնք կարող են այս կամ այն ձևով նվազեն թե պոզիտիվ քայլերին։ Կրկնում եմ, խնդիրը այստեղ հետևյալն է, որ պետք է լինեն համապատասխան ռազմավարական ինստիտուտներ, ռազմավարական կարևոր հարց, որ կառավարության ծրագրում կա ռազմավարական նախաձեռնությունների կառույց ստեղծելու գաղափարը, չնայած կարծում եմ, որ այստեղ էլի շփոթություն կա, որտեղ ինքը ռազմավարական նախաձեռնությունների ինստիտուտի գաղափար ինքը շատ կարևոր է, եթե դու ունես ռազմավարություն։ Այդ դեպքում այդ ռազմավարության ներքո կարող են գործել տարբեր տիպի ռազմավարական նախաձեռնությունների մշակման ինստիտուտի։ Այդ ռազմավարության բացակայությունը կամ չեմ կարող ասել բացակայությունը, որովհետև այսօր ոնց որ այդ գաղափարը օդի մեջ է, հա, որովհետև այսօր խոսվում է դրա մասին, Նյու Յորքի ֆորումն է շատ վառ ապացույց էր, որ այդ գաղափարը արկա է, գոյություն ունի։ Մեր իշխանավորները, պարոն Ջրբաշյան, հանրապետության նախագահը, կառավարության անդամները, գոնե այս գաղափարը օդում կա, բայց այս կրոնը իրենք որքանով են ընդունում, որքանով է երկրի քաղաքական վերնախավը պատրաստ քշել երկիրը այդ ուղղությամբ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ ձեր տպավորությունը։ Իմ տպավորությունը նա է, որ իրականության մեջ գաղափարը ընդունվում է, գաղափարը ընկալելի է եւ խոսքը չի վերաբերում այս կամ այն իշխանության քաղաքական կողմնորոշումից կամ եւ այլն, որտեղ այդ գաղափարը, այդ իդեան, հա, ռազմավարական ինքը ավելի շատ հիմնված է մեր ինքնության վրա, որը ոչ թե մենք այսօր ենք ստացել, որը այս քաղաքական ուժն է իրեն հետ բերել, այլ մենք հազարամյակներով մեր մոտ աճացրած ունակություններ եւ դիրքավորման խնդիր է, երբ որ դու կապում ես գաղափարը հազարամյակներից եկող քո ինքնության վրա, շատ դժվար է դրան հակառակվել, հա։ Ես չեմ կարծում, որ այսօր կլինեն այս կամ այն քաղաքական գործիչներ, կլինի դա ընդդիմադիր, թե արկա, թե ապագա, որոնք կարող են շղթել, որ մենք միշտ եղել ենք ինտեգրատոր առևտրական, միշտ փորձել ենք ինտեգրել տարբեր մշակույթները, միշտ կարողացել ենք ինտեգրված լինել։ Դժվար է, որ գա քաղաքական իշխանություն եւ կասի, որ այո, մենք առաքելությունը մեր կրեատիվ մտքի վրա հիմնված չի, որ մենք իրականում շատ ավելի արդյունաբերական, շատ ավելի ռազմական երկիր ենք։ Այդպես չի, մենք այդ առաքելությունները ունենք արդեն բնածին։ Շատ դժվար եմ պատկերացնում, որ գա իշխանություն եւ կասի, որ ես չեմ ուզում ճանաչեմ ամբողջ Սփյուռքը, ինձ համար դա գոյություն չունի, միանշանակ Պարոն Ջրբաշյան, մենք այդպիսի իշխանություն ունեցել ենք, չենք ունեցել, չեմ կարծում, որ մենք ունեցել ենք իշխանություն։ Ունեցել ենք իշխանություն, որը տարբեր վերաբերմունք է ունեցել այս կամ այն Սփյուռքի, այս կամ այն մասին, բայց որ ընդհանրապես շղթել է Սփյուռքը որպես այդպեսին չեմ կարծում։ Էլ եմ կրկնում, իմ համոզմունքն է, որ ես ինչ եմ մի քիչ նաև գուցեև գերագնահատում, հա, նմանատիպ գաղափարի առկայությունը, որտեղ կարծում եմ, որ երևի թե մենք այսօր ձևավորվում է, հա, այնպիսի ռազմավարություն, որը շատ ավելի խորքային է եւ շատ ավելի տրամաբանված է, քան թե միջև այդ եկած բոլոր տիպի տարբեր տիպի քաղաքական կամ ռազմավարական որոշումները, որոնք եղել են։ Կարծում եմ շատ ավելի խորը հիմքեր, արմատներ ունի այդ մոտեցումը, որը հիմա խոսվում եմ եւ ներմային ֆորումին քննարկվել է, քան թե ընդհանրապես միջև էս ունեցել ենք։ Էլ եմ ասում, զարմանալի չի, բայց պարզվում է, որ բոլոր քաղաքական իշխանությունները, բոլոր կառավարությունները վերջի 25 տարում նպաստել են տվյալ ռազմավարության չիմանալով, որ այդ ռազմավարությունը չիմանալով, որ այդ ռազմավարությունը դա էլ է նաև ապացույց, որ այդ ռազմավարությունը ունի այդ ուժը, բայց պետք է ձևակերպվի, պետք է ուղղորդվի, պետք է քայլերը եւ տակտիկական որոշումները ընդունվեն արդեն այդ ռազմավարության արկայության պայմաններում։ Հա շատ դժվար է պատկերացնել ունենալ տենց ռազմավարություն եւ ունենալ sense հարկային օրենսգիր։ Այդ բոլոր հարցերը պետք է արդեն դիտվել որպես ռազմավարական որոշումների կայացման համակարգի ներքո, այլ ոչ թե այսօրվա խնդիրները լուծելու։ Գործիքակազմի մասին մի փոքր կուզեի խոսել,
Խոսակցության տրամաբանությունից ստացվում է, որ մենք 25 տարի մեծ հաշվով զբաղված ենք եղել այս ռազմավարությունը իրագործելով, ուզած թե չուզած։ Հիմա երբ մենք գալիս ենք առերեսվում ենք իրականության հետ, այսինքն որտեղ մենք 25 տարի էս ենք արել։ Հիմա երբ մենք սա ինստիտուցիոնալացնելու ավելի այսպես կանխատեսելի հողի վրա դնելու խնդիր ունենք։ Ձեր կարծիքով պետությունը պետք է ինքը անձամբ սկսի զբաղվել այդ ինստիտուտների ձևավորմամբ, խոսքը հաստատություն ինստիտուտների ձևավորմամբ, թե ուղղակի քիչ թե շատ տանելի պայմաններ ստեղծի մեր համար, քաղաքացիական հասարակության բիզնես համայնքի համար, ու մենք ինքներս կդառնանք դա մոտ ապագայում։ Տվյալ ռազմավարությունները առնվազն այն ինչ որ տեսնում ենք մենք մեծ մասով նաև պայմանավորված են արագությունը տվյալ ռազմավարությունների իրականացման պայմանավորված է պետության դերակատարումով։ Պիտի աշխատի ինքը, այսինքն միանշանակ, որտեղ թե Իռլանդիան, թե Հոնկոնգը, թե Իսրայելը նմանատիպ երկրները չեն կարող ապավինել այնպիսի խաղի կանոնների ձևավորմանը, որի ներքո մասնավորը իրականացնի տվյալ պրոյեկտներ։ Չի կարող այսօր մասնավորը գնալ բանակցել օրինակի համար Apple-ի հետ Apple-ի ռեգիոնալ կենտրոնը տեղափոխել Հայաստան հեռնդի կենտրոնը։ Չի կարող, որովհետև մեր երկրի աշխարհաքաղաքական, տնտեսական, դատական բարեփոխումների եւ այդ ամբողջ համակարգը այսօր այդ պատրաստ չի դրան։ Եվ մեր մասնավորն էլ այսօր չի հասունացել են մակարդակի, որ կարողանան նմանատիպ բանակցային process։ Չէ, ով կարող է Apple-ին բանանել, երաշխավորել, որ թուրքերի հրթիռը իր դատա ցենտրի գլխին չի ընկնի։ Դե ես կրկնում եմ, մենք ունենք լիքը ֆենոմեններ, որոնք մենք պետք է հաշվի առնենք եւ կարծում եմ պետության դերակատարումը այս իմաստով ֆունդամենտալ կարեւորություն ունի։ Ուրիշ հարց է, որ պետությունը կարող է արագ անել, կարող է դանդաղ անել եւ քաղաքական իշխանությունների դերակատարումը այստեղ գուցեև այդ արագության կամ կողքից պրիորիտետների որոշելու հարց է, բայց այն որ պետություն դերակատարումը շատ մեծ է, ես վստահ եմ։ Պարոն Ջերբաշյան, շատ շնորհակալություն վերլուծությունների համար, տաղավար գալու համար, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, դուք շարունակեք լսել լրատվական ռադիոն, հաջողություն։